Լսիր սիրելիս, քո անմեղ սիրոմեղ շշնջոցից անապատ հոգիս դրախտ էր դառնում, քո նուրբ մատների քնքուշ շոյանքից իմ հոգում սիրո կրակ էր վառվում։ Լսիր սիրելիս, քո հուր աչքերից սառած մարմինս հուզվում էր, այրվում, քո խենթ նայվածքից, կրկոտ հայացքից, բաղած այրունս եռում էր, եփվում։ Իսկ հիմա աշխարհը գլխից փդվում է, քանդվում։ Սերս մի կտոր սառույցի նման իմ վառվող հոգում հալվում է մարում, իսկ ես ամենաս դարձել եմ անջար և ոչինչ անել չեմ կարողանում, միայն մի վերջին, այս վերջին անգամ դողդոջ շուրթերով քեզ ետ եմ կանչում ու հոգուս խորքում անձայն հառաչում, ախ անգութ աղջիկ, էս ինչ ես անում։ Եթե բաժանվում, ապա ինչու ես դնում միջակետ, եթե միանում, ապա ինչու ես դնում վերջակետ, եթե մեղանչում, ինչու ես մեղքդ չակերտով փակում, և իմ փոքրատար մեղքերի վրա բութ ու շեշ դնում։ Եթե ուտարես, էլ ինչ բազմակետ, ծիծաղելի է, մեկ է մեր միջև կապող բան չկա։ Եթե իմ սերն ես, էլ ինչ ստորակետ, զարմանալի է, մեր հոգիներում խռովություն կա, և ոնց եմ հոգնել ինքնահարցումից, ինքնապաշտպանել ինձ այսքան տհաճ հարցականներից, նաև ազատել քեզ իմ հարցումից ու դեռ պաշտպանել անարատ հոգիդ, ինձ նման համրից, թեև ինչ հոգնել, կամ ինչպես, ումից, կյանքն աղյուսակ չէ, որ և հարթ լինի, և անմնացորդ, բազմապատկելուց կարող է ստանալ տհաճ մնացորդ, իսկ գումարելուց խենթ հոգիների բաժանման քանորդ։